Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել։ Նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, պետք է նստեն մեկ սեղանի շուրջ։ Պետք է այնպիսի համալիր մեթոդաբանությամբ առաջ գնան, որ յուրաքանչյուր տարածքում լինի մեկ թեկնածու։ Պետք է լինեն հետևողական, համապարփակ եւ կոշտ քննարկման միջոցով հասնել արդյունքի։ Ռաֆի Հովհաննիսյանը խոստովանում է, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի նույն տեղամասում առաջադրվելը եղել է բոլորովին պատահաբար։ Կուսակցության ղեկավարը նաեւ հայտնեց, որ ինքը հարգում է Փաշինյանի որոշումը եւ չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում նա կզիջի իր տեղը Փաշինյանին։ Երբ որ առաջադրեցի իմ տեխնազությունը թիվ 7 ընդրադարածքում 3, ես չգիտեի, որ կլիներ ընդդիմադիր այլընտրանքային տեխնազություն։ Ես ինքս անցյալ Իրաքի օրը ժառանգության խորհրդի նիստից հետո, երբ որ ժառանգությունը որոշեց համամասնական եւ մեծամասնական մեր տեխնազությունները, հետևելով օրախնդիր զարգացումները, սպասում էի մինչև վերջի օրը հասկանալու համար, թե այդ որ ընդրադարածն է, որը պիտի մնա անայլընտրանք։ Հիշեցնենք, որ 3 ժամ ու 20-ի սահմաններում ԿԸՀ-ն հրապարակել է առաջադրումների վերջնական ցանկը եւ պարզ է դարձել, որ 7-րդ ընտրատարածքում առաջադրվածների թվում հայտնվել է նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի անունը, իսկ մինչ այդ այդտեղ թեկնածու առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը առաջադրվել էր 17:00-ի սահմաններում, այսինքն առաջադրումների ժամկետի սպառվելուց 1 ժամ առաջ։ Այդ պահին այնտեղ առաջադրված է եղել Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ անկուսակցականներ Վարդան Վարդանյանը եւ Տիգրան Գրիգորյանը։ Նշենք նաև, որ 2 օր առաջ ժառանգությունը հրապարակել էր մեծամասնական առաջադրումների իր ցանկը, եւ այնտեղ չի եղել Ռաֆի Հովհաննիսյանի անունը։ Ժառանգությունը 7-րդ ընտրատարածքում որևէ առաջադրում ընդհանրապես չէր պլանավորել։ Հետաքրքիր է նաև, որ Ռաֆի Հովհաննիսյանն ինքնարաչադրմամբ է հանդես եկել, այսինքն ոչ կուսակցության կողմից։ Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ով խոստովանել է, որ իր համար անակնկալ է եղել առաջադրվածների ցանկում Ռաֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը։ Ժառանգության կուսակցության ղեկավարը հորդորում է իր կուսակցության ցուցակը չդիտարկել առանձին համարներով, այլ ընկալել այն իր ամբողջության մեջ։ Չնայած որ միասնական ցուցակն ըստ կուսակցության ղեկավարի ձևավորվել է աննախադեպ երկունքից հետո, սակայն նրա համոզմամբ իր կուսակցության падգամավորները լինելու են ազգային ժողովի հաջորդ լիակումարի երեսփոխաններ։ Այն, որ իրենք գտնվում են այդ համարների տակ, որ արդեն հանրային սեփականություն է, դա արդացոլում է հաղթանակի նկատմամբ մեր ինքնավստահությունը եւ մեր պատգամավորների բացառիկ բարգեշտությունը եւ իրենք գիտեն, որ շարժիչը լոկոմոտիվը նաեւ պետք է լինի միջնամասից եւ հետևից, ինչու՞ չէ։ Եվ իրենք պատրաստ են, որ այս քաղաքական միավորը, որտեղ այլևս չկա ժառանգություն կամ ազատ դեմոկրատ կամ հասարակական սեկտոր, կա հավաքական միավորված թիմ։ Ինչ վերաբերում է ցուցակում ազատ դեմոկրատների դասավորությանը, նա ասաց, որ դա որոշվել է հենց ազատ դեմոկրատների կողմից։ Անդրադառնալով ցուցակի նախընտրական հրապարակումից հետո ժառանգություն կուսակցությունից վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի դուրս գալու հարցին Հովհաննիսյանը նշեց, որ դա կորուստ է եւ ինքը բարձր գնահատում Հակոբյանի գործունեությունը, միաժամանակ կարևորելով այն, որ թեկուզ ուշ, բայց Հակոբյանն ուժ գտավ իր մեջ բացահայտելու, որ ավելի շատ հասարակական, քան քաղաքական գործիչ է։ Ժառանգության կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև զանազան տեղեկություններին իր պատվեր ստանալու մասին եւ ասաց. Որևէ մեկը դարագուսում է կամ կասկած ունի կամ հրեդորական ինչ-որ միավոր է ուզում վաստակել իրեն համար, իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից եւ իմ սիրուց եւ ուրիշ ոչ մի տեղից։ 1. Շատ անգամ նրանք, ովքեր խոսում են պատվերներից եւ ուրիշների հավատաքննությունից, իրենք նաեւ վտանգի տակ են, նաեւ պատվիրակատար եւ հավատաքննիչ դառնալու։ Եվ ես խնդրում եմ այս նուրբ նախընտրական շրջանում չջլատենք հասարակական, հրապարակային, ընդդիմադիր, ժողովրդին պատկանող ուժերը։ Անի Մարկոսյան, Վազգեն Համբարձումյան, Սլաքեյ։